Աշոտսքում ամռան այս օրերին շինարարական եռուզեռ է։ Տեխնիկան աշխատում է Աշոտսկի տարբեր բնակավայրերում ասֆալտապատման, սալարկման, գազաֆիկացման, լուսավորության համակարգի, բակերի բարեկարգման եւ այլ ուղղություններով։ Աշոտսկ համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի խոսքով ավելի քան 1 միլիարդ դրամի շինարարություն է ընթանում համայնքում միայն սուբվենցիոն ծրագրերով։ 3 բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքներ, 6 բնակավայրերի սալարկում, 4 բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ եւ 17 բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցում։ Աշոտսկում ակտիվ աշխատանքներ են ընթանում 4 բազմաբնակարան շենքերի բակերում։ Ծրագրի ավարտից հետո բնակիչները կունենան ավելի բարեկարգ, հարմարավետ եւ ժամանակակից բակային միջավայր։ Բարեկարգումներն ենք անում, ինչ այդ արել ենք կոյուղին ենք փոխել ամբողջությամբ, ջրերն ենք կարգավորել, այն մնացածին ինչ ջրագծեր ունենք, դրանք սա փոխել ենք։ Հիմա արդեն հողային աշխատանքներից արդեն մագերեսային աշխատանքներն են կատարում, որովհետեւ հետո ասֆալտապատ ենք։ Նախատեսվում է կառուցել խաղահրապարակներ, տաղավարներ, տեղադրել նստարաններ եւ իրականացնել կանաչապատում։ Մինչ այդ նաեւ տարածքը ազատվել է հին տնակներից։ Իմ կարծիքով մոտ 1 ամսից կունենանք ավարտական վիճակի, հաշվետվությունը մոտավորապես 100 միլիոն է։ Աշոտսկում բնակիչները նշում են նման ծավալեշին աշխատանքներ տասնամյակներ շարունակ չեն եղել։ 90 սանց մարդ եմ, որից 80 տարին ապրել եմ Ուգասյանում, սպեսի աշխատանք ես հեչ տեսած չկայի։ Չի եղել, ոչ մի կազմակերպության կողմից չի եղել։ 24 միլիոն 600 հազար դրամ արժեքով 35% համայնք եւ 65% պետություն համամասնություններով սալարկման աշխատանքներ են ընթանում Զույգ աղբյուր բնակավայրում, եւս 3 բնակավայրերում գրունտի քանդման աշխատանքներ են ընթանում։ Միաժամանակ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում նաեւ Կարմրավան բնակավայրում 102 միլիոն դրամ արժողությամբ 55% համայնք եւ 45% պետություն համամասնությամբ։ Ջրահեռացման համակարգերը արդեն իսկ կառուցված են, եզակարերը տեղադրված են, հարթեցման աշխատանքները տարվում, ինչպես դուք տեսնում եք, տեղադրվում է ավազակոպիչ եւ հետո խճի տեղադրման աշխատանքներին են անդրադառնալու։ Աշոտսկի գյուղերում շինարարական ակտիվություն է նկատվում վերջին 5 տարիներին, ցայտունօրինակ է հենց Կարմրավանում իրականացված այլ աշխատանքները։ 2025-26 թվականներին 3 խոշոր ծրագրեր ենք ունեցել, 25 թվականին արվել է գազաֆիկացման աշխատանքը, 26 թվականին ունենք լուսավորության, արտաքին լուսավորության եւ ասֆալտապատման աշխատանքը, որը դեռևս ընթացքի մեջ է, տեսնում եք։ Այստեղ եւս բնակիչները տարիների անտարբերությունից հետո ուշադրություն են զգում բնակավայրերի հանդեպ։ Առաջարկում եք ուսումնասիրել լավ բարեկարգում է լինում, ուսումնասիրել լավ աշխատանքներ կատարում գոյեն բոլորից։ Ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են Աշոտսկի Վարդաղբյուր բնակավայրում։ Մնացել է փոքր աշխատանքներ, գծանշման եւ երթևեկության կանոնների նշանները տեղադրել։ Համագործակցային ու աչալուրջ աշխատանքի շնորհիվ համայնքի խնդիրներն ըստ հրատապությամբ տարեց տարի լուծվում են։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Հայաստանը թևակողում է իր պատմության նոր փուլը, որը բնորոշվում է որպես 4-րդ հանրապետություն։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում 2026-ից 2031 թվականների գործունեության ծրագիրը քննարկելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միաժամանակ ընդգծել, որ վերջին ընտրությունների արդյունքներով հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Կառավարությունը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով եւ շատ կարեւոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ի վերջո հաղթել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Կարևոր է արձանագրել, թե ինչով է տարբերվում 3-րդ հանրապետությունը 4-րդ հանրապետությունից։ Տարբերությունը առանցքային հետևյալն է, որ ըստ էության 3-րդ հանրապետությունը ստեղծվել է, հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանությամբ, հակամարտության տրամաբանությամբ, 4-րդ հանրապետությունը
ձևավորվել է խաղաղության տրամաբանությամբ։ Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է աջակցել դեղցի և թզի վերամշակման նպատակով մթերմանը։ Օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված դեղցի և թզի համար տնտեսվարողները կստանան 125 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց։ Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը մթերել շուրջ 3000 տոննա դեղց և 400 տոննա թուզ։ Ծրագրի նպատակը գյուղատնտեսական արտադրանքի իրացման և վերամշակման խթանումն է, հատկապես բերքահավաքի այս շրջանում։ Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները եւ արտահանումները շարունակվում են եւ թզի դեպքում եւ դեղցի եւ մյուս պտուղ բանջարեղենների ծաղիկի դեպքում այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ ամեն 1 կիլոգրամի համար եւ թզի եւ դեղցի մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արհեստական բանականության զարգացումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման, ուստի պետության կարևոր խնդիրներից է այնպես կազմակերպել կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումը, որպեսզի մարդը կարողանա պահպանել իր մրցունակությունը աշխատաշուկայում։ Նրա խոսքով առաջնային նշանակություն ունի կրթությունը, մասնագիտական կարողությունների զարգացումը եւ աշխատաշուկայում մարդու մրցունակության ապահովումը։ Փաշինյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ջանք գործադրել, որպեսզի արհեստական բանականության զարգացումը մարդուն, այսպես ասած, կյանքից դուրս չթողնի։ Կարևոր է, որ մենք աշխատանքը եւ կրթությունը ընկալենք որպես ցկյանս գործընթաց։ Առավել ևս արհեստական բանականության զարգացման տրամաբանությամբ համաշխարհային նոր պրոբլեմայի հայտ գալիս։ Դա աշխատատեղերի կրճատումն է, որովհետև արհեստական բանականությունը ըստ էության անում է տասնյակ, հարյուրավոր, երբեմն հազարավոր մարդկանց գործ։ Եվ մասնավոր հատվածը մասնավորապես ոչ մի կասկած չկա, որ ծախսերի կրճատման տրամաբանությամբ գնալու է այս ուղղությամբ։ Ինչպես ենք մենք այս մարտահրավերի հետ առնչվելու։ Սա շատ կարևոր աշխատանք է, որը մենք պետք է անենք, հասկանալու համար, թե նախ այնտեղ, որտեղ մենք արհեստական բանականության զարգացման եւ կիրառման ձևերը կարող ենք կարգավորել, մենք պետք է կարգավորենք այնպես, որ ոչ թե արհեստական բանականությունը փոխարինի մարդուն, այլ արհեստական բանականությունը օգնի, որպեսզի մարդը ավելի արդյունավետ աշխատի։ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև գրադարանների դերին, ընդգծելով, որ գրադարաններում կյանք կա եւ այդ միջավայրը պետք է վերականգնել ու ակտիվացնել։ Նա խոսել է հատկապես սմարթֆոնների մարդկանց առօրյայում ունեցած մեծ ազդեցության մասին։ Նրա խոսքով անհրաժեշտ է մտածել այնպիսի միջավայրերի ստեղծման մասին, որտեղ մարդիկ, հատկապես երիտասարդները, կարող են հեռանալ հեռախոսներից, վերադառնալ գրքին, ընթերցանությանը եւ կենդանի շփմանը։ Փաշինյանը շեշտել է, որ գրադարանը պետք է լինի ոչ թե պարզապես գրքեր պահելու վայր, այլ կենդանի սոցիալական եւ կրթական միջավայր, որտեղ մարդիկ գալիս են կարդալու, սովորելու, քննարկելու եւ ժամանակ անցկացնելու։ Էլի մենք պլանավորել ենք գրադարանների վերափոխման եւ նոր գործառույթով օժտելու ծրագիր հայեցակարգ եւ մենք կարծում ենք, որ մասնավորապես խրախուսել ընթերցանության ակումբները եւ էլի նման ծրագրեր, որոնք մարդկանց կօգնեն եւ կհրավիրեն առանց սմարթֆոնների շփման, մենք պետք է այդ հարթակները խրախուսենք եւ ես մեծ հաճույքով արձանագրել եմ, որ գրադարաններում կյանք կա եւ դա շատ կարեւոր նորություն է եւ մենք հիմա պետք է նպաստենք այդ կյանքի հետագա զարգացմանը։ Մենք պետք է ամեն ինչ անենք ինքներս մեզ սմարթֆոններից հանելու եւ իրական կյանքում մարդու հետ հանդիպելու հնարավորություններ ստեղծելու եւ զարգացնելու, իհարկե չակնկալելով որևէ մեկի ձեռքից իր սմարթֆոնը վերցնել կամ դրա օգտագործման հնարավորությունները սահմանափակել։ Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանում անցկացվելիք Տուրով Արմենիա միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի կազմակերպման ու անցկացմանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մրցաշարի կարևորությունը, նշելով, որ այն մարզական նշանակությունից բացի հնարավորություն է Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու եւ երկրի զբոսաշրջային ներուժը միջազգային լսարանին ներկայացնելու համար։ Այդ իմաստով այս մրցաշարերի մեջ առանձնանում է միջազգային բազմօրյա հեծանվաերթի անցկացումը, որը բացի յուրահատուկ
հատուկ եւ դիտարժան մրցաշար լինելուց նաեւ հնարավորություն է տալիս բացահայտել տվյալ երկիրը։ Սա նշանակում է, որ այսպիսի մրցաշարի անցկացումը իսկապես ռազմավարական նշանակություն ունի, դա մեր երկրի համար ամբողջությամբ նոր փորձառություն է եւ շատ կարեւոր է, որ մեր երկիրը նման կարողություն ձևավորի այդ հնարավորությունները հետագայում ամբողջությամբ իրացնելու եւ զարգացնելու համար։ Մրցաշարը անցկացվելու է սեպտեմբերի 10-ից 13-ը, 4-օրյա տևողություն ունի, կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Գավառ մեծ մաստիկ ճանապարհով 135 կիլոմետր երկարությամբ, երկրորդ օրը Կիրանց Ստեփանավան հատվածն է 177 կիլոմետր երկարությամբ, երրորդ օրը Մարտունի Դիլիջան Պարզ լճում հանգրվանելով հատվածն է 162 կիլոմետր երկարությամբ եւ չորրորդ օրը կանցկացվի ամբողջությամբ Երևանում սեպտեմբերի 13-ին 113 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, որ Նիստում քննարկված հարցերը ներառում էին ինչպես կառավարության 2026-ից 2031 թվականների քաղաքական առաջնահերթությունները, այնպես էլ քաղաքացիների, բիզնեսի, համայնքների եւ տարբեր ոլորտների համար գործնական նշանակություն ունեցող որոշումներ։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Օրվա ճեպազրույցում վարչապետին հարց են ուղղել կառավարության հնգամյա ծրագրում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին, ինչ ազդեցություն են ունենում երրորդ երկրից հնչող ԵԱՏՄ, ԵՄ հանրաքվեի հայտարարությունները արտաքին միջավայրի կայունության վրա։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հայտարարությունը չի ընկալել որպես պահանջ, այլ բարեկամական ժեստ։ Անդամ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը։ Այդ հանրաքվե անելու գաղափարը իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ-որ փուլում պետքա հանրաքվե լինի եւ հիմա նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումները ունենք։ Եվ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասում են, որ աջակցում են այդ կիսում են այդ տեսակետը եւ ըստ էության չեն ընդդիմանում Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհանուր միջև Եվրոպական միությանը անդամագրվելու օրակարգ որդեգրելու Հայաստանի հնարավորությանը։ Նկատի ունեմ, գիտեք, ընդհանրապես եթե նկատել եք կամ պետք է նկատենք, միջազգային հարաբերությունները հենց դրանից են բաղկացած։ Պետությունները ուրիշ պետությունների առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը։ Մի դեպքում դա մի կերպած ձևակերպում, երկրորդ դեպքում այլ կերպած ձևակերպում, երկրներն էլ այդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները եւ հավասարակշռման եւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էլ այս դեպքում հենց դրանով էլ արտահայտվում է, որ մենք մի դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցը, մյուս կողմից տեսեք վերջին տարիներին մենք ռազմավարական համագործակցություն ենք սահմանել, ստեղծել Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Նիդերլանդների հետ եւ էլի Ղազախստանի հետ, դրանով արտահայտվում։ Նախկինում այսպիսի բան չկար։ Նախկինում մենք միայն մի ուղղությամբ ունենք ռազմավարական համագործակցություն։ Հիմա մենք բազմաթիվ ուղղություններով ունենք ռազմավարական համագործակցություն։ Օրինակ պաշտպանության ոլորտում ո՞նց է արտահայտվում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Արտահայտվում է նրանում, որ մենք նախկինում ռազմատեխնիկական ոլորտի մեր համագործակցության 85-90%-ը մի ուղղությամբ էր։ Հիմա մենք տասնյակ ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցություն ունենք եւ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ դուք դա տեսաք։ Այնտեղ կային, ես թիվը ասել էի, կարծեմ 7 երկրի արտադրությամբ զորահանդեսին մենք սպառազինություն եւ տեխնիկա ենք ցույց տվել։ Եթե հիմա դուք արխիվից հանեք նախկինում Հայաստանում տեղի ունեցած զորահանդեսների տեսագրությունը եւ կամ ինֆորմացիան, կտեսնեք, որ այնտեղով 90%-ով մի, եթե ոչ ավել, մի երկրի արտադրության տեխնիկա է ցուցադրվել։ Սրա մասին է խոսքը։
Եվ նաև դա տնտեսական ոլորտում պետք է արտահայտվի եւ այնտեղ որտեղ արտահայտել է դա, հասցրել է արտահայտվի, մենք ակնհայտ հաջողություններ ունենք։ Այնտեղ որտեղ ոչ, ակնհայտ է այդ հավասարակշռումը չիրականացնելու հետևանքները։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ազգային ժողովի 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ փակ քվեարկության արդյունքները։ Նազելի Բաղդասարյանն ընտրվել է ազգային ժողովի աշխատանքի եւ բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահ 62 կողմ 29 դեմ ձայներով։ Բաբկեն Թունյանն ընտրվել է ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 62 կողմ 29 անբավեր ձայներով։ Վիլեն Գաբրիելյանը ընտրվել է պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 62 կողմ 10 դեմ ձայներով։ Արուսյակ Ջուլակյանն ընտրվել է ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 62 կողմ 29 դեմ ձայներով։ Սարգիս Խանդանյանն ընտրվել է ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ 62 կողմ 28 դեմ ձայներով։ Սիսակ Գաբրիելյանը ընտրվել է ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 61 կողմ 2 դեմ ձայներով։ Լիլիթ Գալստյանն ընտրվել է ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ 54 կողմ 47 դեմ ձայներով։ Լուսինե Բադալյանն ընտրվել է ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 62 կողմ 29 դեմ ձայներով։ Տրթած Սարգսյանն ընտրվել է ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 62 կողմ 29 դեմ ձայներով։ Այսպիսով Արեգա Հովսեփյանը չի ընտրվել ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Դավիթ Ղազինյանը չի ընտրվել ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Հայկ Ֆարմանյանը չի ընտրվել ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Երեք օրվա մեջ զգացի, որ ով այն ստույլ մզոց։ Վկնացություն կար մոտս, ուռացություն, թուլություն, սրտխառնոց, անդադ հոգնածի։ Կատեից հետո որոշվեց, որ արդեն ձվարանի ուռոցք։ Ախտորոշումն անակնկալի բերեց, բայց չհուսալքեց։ Վստահ էր, որ ապահովագրությունը թույլ կտա առանց խոչընդոտների անցնել բուժման բարդ ու դժվարամատչելի ուղին։ Բուժարուն մեր կենտրոն դիմել է գանգատվելով որովայնի շրջանի ցավերից, ինչը բնորոշ է տվյալ հիվանդությանը։ Կատարվել են բոլոր համարիր հետազոտությունները, այսինքն համակարգչային շերտագրություն, որովայնի օրգանների MRT քննություն, ինչպես նաև օնկոմարկերների քննություն, որոնք բավականին բարձր թվերի վրա էին, եւ որոշվել է բուժումը սկսել համակցված քիմիաթերապիային թերապիայով։ Այնուհետև հաջորդել են վիրահատությունն ու հետվիրահատական պահպանողական բուժումը։ 61-ամյա Թամարան անկեղծանում է, հավանաբար չէին կարողանա հաղթահարել այդ ճանապարհը, եթե չլիներ առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Ես վիրահատության համար չեմ վճարել ոչ մի կոպեկ, sense կարելի ասալ։ Պացիենտը գրեթե ամբողջությամբ սպասարկվել է համընդհանուր ապահովագրությամբ, քանի որ առաջին գիծ ընտրված քիմիաթերապիայի դեղորայքը, ինչպես նաև թիրախային թերապիայի դեղորայքը փոխհատուցվել է պետության կողմից ամբողջությամբ համընդհանուր ապահովագրության շրջանակներում։ Ուսկային հիվանդությունների բուժման մեջ կարելի է 3 ճյուղ առանձնացնել ընդհանուր առմամբ, դա վիրաբուժական եղանակն է, քիմիոթերապևտիկ եւ ճառագայթային։ Եվ շատ կարեւոր է, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը ազդեցություն ունեցավ միանգամից 3 ճյուղերի վրա։ Այս ամբողջը մեզ հնարավորություն տվեց, որ համակցված բուժման դեպքում որևէ օղակում խոչընդոտ, էական խոչընդոտ չլինի։ Մասնագետները նշում են, որ հատկապես օնկոլոգիական հիվանդությունների դեպքում բուժման արդյունավետությունը մեծապես կախված է վաղ հայտնաբերումից։ Համընդհանուր ապահովագրությունը ազդել է նաև հետազոտությունների վրա, այսինքն այս պացիենտները կարող են նաև օգտվել համընդհանուր ապահովագրության շրջանակներում համակարգչային շերտագրումից, կարող են օգտվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայից, մնացած բոլոր հետազոտություններից, բայց նաև կարող են օգտվել այսօրվա դրությամբ Հայաստանում ամենաթանկ հետազոտությունը դա պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան է, որը նախկինում վճարովի էր, այսօր համավճարի սկզբունքով համընդհանուր ապահովագրության շրջանակներում դարձել է շատ ավելի մատչելի։ Ի վերջո ախտորոշման ու բուժման հասանելիությունն ուղղված է մեկ կարևոր նպատակի՝ վաղ փուլերում վտանգավոր հիվանդության հայտնաբերմանն ու առավել արդյունավետ բուժմանը։ Արդյունքում պետության աջակցությունը նպաստում է հետագայում առողջապահական ծախսերի կրճատմանն ու մարդու կյանքի որակի բարելավմանը։
Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելու մասին ամենակործանարարը աշխարհում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը հնարավորություն էր տվել Իսլամական Հանրապետությանը գնալ գործարքի, սակայն Թեհրանը չի օգտվել դրանից։ Սա կլինի աննախադեպ մեկուսացում, նրանց նավատորմը ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, գործարանները վերածվել են ավերակների, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։ Թրամփը հավելել է, այժմ ցանկացած երկիր, որը որևէ կերպ օգնություն է ցուցաբերում Իրանին, նույնպես կբախվի տնտեսական հետևանքների։ Նա կոչ է արել դաշնակիցներին կանգնել ԱՄՆ-ի կողքին։ Իրանը միջուկային զենք չի ունենա, կրկնել է Դոնալդ Թրամփը։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Թեհրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել։ Նաև չնայած Իրանի հակառակ պնդումներին, Թրամփը հավատացրել է, որ ամերիկյան կողմը վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ երեք այնտեղով բազմաթիվ նավեր են անցել։ Մարդիկ այլընտրանքներ են փնտրում Հորմուզի նեղուցին, իսկ դրանք կան Տեխաս, Ալյասկա, Լուիզիանա։ Այժմ շատ խողովակաշարեր են կառուցվում, տեղեկացրել է ԱՄՆ նախագահը։ Թեհրանն արձագանքել է Թրամփի հայտարարություններին, արտգործնախարար Աբբաս Արաղչին անհաջող է որակել ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը, նշելով, որ այն կհանգեցնի նոր պարտությունների եւ իրանցիների շրջանում թշնամանքի աճի։ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը եւ պետությունների ինքնիշխանությանը, նշել է իրանցի դիվանագետը։ Գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային, հատկապես Կիևի շրջանին եւ մայրաքաղաքին։ Շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել։ Ըստ տեղական իշխանությունների Կիևում բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել, կան ավերածություններ։ Վնասվել են նաեւ դպրոց եւ մանկական հիվանդանոց։ Զոհվել է 10-ից ավելի քաղաքացիական անձ, 40 մարդ վիրավորվել է։ Օգոստոսի 21-ը սգո օր է հայտարարվել։ Ռուսաստանի ՊՆ պնդում է, որ Կիևում թիրախավորվել են ԱԹՍ-ների եւ հրթիռների բաղադրիչներ արտադրող գործարան, նաեւ ԱԹՍ-ներ արտադրող ձեռնարկություն։ Հարված է հասցվել նաև Խերսոնին, շտապօգնության աշխատակիցներ են տուժել, կան զոհեր։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 700-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանը, ինչպես նաև Ղրիմը։ Հերթական անգամ ԱԹՍ-ներ են ընկել Մոլդովայում եւ Ռումինիայում։ Սարքերի պատկանելության մասին տեղեկություններ չկան։ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շփվում է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ եւ առաջիկայում նրանք կարող են հանդիպել։ Նրան դուր չէին գալիս ԱՄՆ նախկին նախագահները, բայց ես դուր եմ գալիս, շատ լավ հարաբերություններ ունենք, շարունակել է Թրամփը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկ ունի եւ պետք չէր թույլ տալ, որ նման բան տեղի ունենա։ Նա հավատացրել է, քանի դեռ ԱՄՆ նախագահն ինքն է, Ճապոնիան եւ Հարավային Կորեան կարող են ոչնչից չվախենալ։ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ Հարավային Կորեա վարժանքներին, շեշտել, չէր ցանկանա, որ Հյուսիսային Կորեայի դեմ նման մասշտաբային զորավարժություններ իրականացվեին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրահանգել էր կրճատել դրանք։ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի։ Ուշադիր հետևում ենք սիրիական ուղղությամբ զարգացումներին, պետք է պատրաստվենք, թույլ չենք տա թշնամական ուժերին ամրապնդել դիրքերը մեր սահմաններին, նշել է Պաշտոնյան։ Նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կարող են ուժ կիրառել։ Ավելի վաղ հրեական պետության ռազմական ինքնաթիռները 4 ավիահարված էին հասցրել Աբու ալ-Դուհուր լքված ռազմական ավիաբազային, որը գտնվում է Սիրիայի Իդլիբ նահանգի արևելյան հատվածում։ Դամասկոսը մեղադրել է Իսրայելին օկուպացիոն քաղաքականություն բարելու համար։ Իսրայելն էլ մեղադրել է Սիրիային անվտանգային ստատուս քվոն խախտելու եւ Հալեպից ոչ հեռու գտնվող ավիաբազայում թուրքական զորքերի տեղակայումը թույլ տալու համար։ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որն անհարկի էսկալացիա էր որակել Իսրայելի գործողությունները, հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Իսրայելի, Սիրիայի եւ Թուրքիայի միջև իրավիճակի լիցքաթափման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Դիանա Գասպարյան, Լոռու մարզը հանրապետական առարկայական օլիմպիադաների այս տարվա արդյունքներով մարզերի թվում առաջատարն է։ 2025-2026 ուսումնական տարվա օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 136 աշակերտ, 57-ը դարձել են մրցանակակիր։ Զիջել ենք միայն մայրաքաղաք Երևանին, եւ սա գնահատում է որպես շատ դրական արդյունք։ Ընդհանուր 136 մասնակից ենք ունեցել հանրապետական փուլին, որից 36 աշակերտներ գրավել են մրցանակային տեղեր, առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի դիպլոմով են պարգևատրվել։ Ես հիմա ավելի մանրամասն նշեմ, առաջին կարգի դիպլոմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ստացել է 6 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմ 11 աշակերտ եւ 15 աշակերտ երրորդ կարգի դիպլոմ։ Սա շատ բարձր ցուցանիշ է։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի առաջին դպրոցական փուլին մասնակցելու համար Լոռու մարզից գրանցվել էր 11684 աշակերտ։ Գրանցված մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել էր 1969-ով։
Մարզի ղեկավարը կարևորեց նաև մարզային հաջողությունները միջազգային օլիմպիադաներում, այդ թվում թիմային պայքարում։ Վանաձորի Էվրիկա դպրոցի թիմը արհեստական բանականության օլիմպիադայում 120 երկրների շարքում զբաղեցրել էր 5-րդ տեղը։ Վանաձորի մաթեմատիկայի բնագիտական առարկաների խորացված ուսուցման փաթուղ դպրոցի մեր հայտնի Էվրիկա դպրոցի ուսաներից Միքայել Ալեքսանյանը մասնակցել է 2 միջազգային օլիմպիադաների միանգամից եւ Մոսկվայում կայացած քիմիայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ է նվաճել, Տաշկենտում նորից քիմիայի միջազգային օլիմպիադա նորից բրոնզե մեդալ։ Նույն Էվրիկա դպրոցի սան Մերի Վիրաբյանը Տաշկենտում մասնակցել է քիմիա առարկայի միջազգային օլիմպիադայի արժանացել գովասանագրի։ Նորից Էվրիկա դպրոցի սաներից Արամ Ամիրխանյանը մասնակցել է Աստանայում կայացած արհեստական բանականության միջազգային օլիմպիադայի եւ արժանացել բրոնզե մեդալի, այսինքն մենք կարող ենք նշել, որ քիմիայի ուղղությամբ արհեստական բանականությամբ դպրոցականների շրջանում աշխարհի 3-րդ ուղեղները ապրում են Վանաձորում, մեր մարզ կենտրոնում եւ սա իսկապես շատ ուրախալի է եւ բարձրանալու նյութ է մեզ համար մեր դպրոցականներով։ Հանրապետական օլիմպիադաներում լավագույն 4 արդյունքները ցուցաբերած դպրոցները Վանաձորում են։ Էվրիկա 8 դիպլոմ 7 գովասանագիր, Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց 6 դիպլոմ 2 գովասանագիր, Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոց 5 դիպլոմ 1 գովասանագիր եւ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոց 3 դիպլոմ 2 գովասանագիր։ Մարզի համար սա կարևոր ձեռքբերում է, որը միաժամանակ նոր նշաձող է սահմանում հետագա տարիներին ավելի բարձր արդյունքներ գրանցելու եւ աշակերտների գիտելիքն ու ներուժը լիարժեք իրացնելու համար։ Ակնկալում ենք այս թվերի բարելավում, այն ինչ կա գնահատում եմ լավ, բայց ուզում եմ չբավարարվենք ձեռք բերածով, առավել եւս հետ դարձ չունենանք, այսինքն նահանջ չունենանք, թվերի դեգրադացիա չունենանք, ընդհակառակը ունենանք պրոգրես, ունենանք աճ, ունենանք նոր հաջողություններ։ Ըստ Մկրտչյանի, նորակառույց կամ հիմնանորոգված դպրոցներ, ատեստավորված ուսուցիչներ, հաջողության հասած աշակերտներ։ Սրանց համադրությունն է, որ մարզը կրթական ոլորտում ունի եւ կշարունակի ունենալ նման արդյունք։ Կամավոր ատեստավորումների թվով էլ մենք շատ լավ ցուցանիշներ ունենք, մարզում երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը ատեստավորման ռեկորդային ցուցանիշ ունեցել են 2025 թվականին, մասնավորապես 702 ուսուցիչ հայտ է ներկայացրել կամավոր ատեստավորվելու եւ 489 ատեստավորվել է։ Ընդհանուր 925 ատեստավորված ուսուցիչներ ունենք մարզում եւ եւս մեկ բաղադրիչ, որին կուզեմ անդրադառնալ, դա նորակառույց դպրոցներն են, հիմնանորոգված կամ վերանորոգված, մենք 28 դպրոց 0-ից կամ կառուցել ավարտել ենք, կամ հիմնանորոգել կամ վերանորոգել, եւ եւս 25 դպրոց ընթացքի մեջ է գտնվում։ Միայն Վանաձորում, որ պատկերացնեք, այս պահին 19 դպրոց թվով 0-ից կառուցվում է, վերանորոգվում, հիմնանորոգվում կամ վերակառուցվում։ Կարևորելով ուսուցչի մասնագիտական տոնը եւ գնահատելով նրանց աշխատանքը, նախորդ տարի մարզպետ Արեն Մկրտչյանը ուսուցչի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց 52 տնօրենի եւ ուսուցչի։ Ելնելով աշակերտների ցուցաբերած արդյունքներից ու ատեստավորված ուսուցիչների թվից, այս տարվա միջոցառման պարգևատրվողների թիվը անհամեմատ մեծ է լինելու, նկատում է մարզի ղեկավարը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան։ Բարի գալուստ Բերդ Ագրոֆեստ 2026։ Արդեն երկրորդ անգամ Բերդ համայնքի Նորաշեն ու Վերին Կարմիր գյուղերի խաչմերուկում անցկացվեց Բերդ Ագրոֆեստը։ Մեկ օրով այստեղ հավաքվել էին Բերդ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ, տեղական արտադրողներ, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ ու հյուրեր։ Արդեն երկրորդ անգամ ենք անցկացնում Բերդ Ագրոֆեստը, որը նորից նույն կարգախոսն է կրում Զգա գյուղը եւ այս տարի մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձրել երիտասարդական մասին, երիտասարդների համար նախատեսված ժամանցային մեծ ծրագիր ունենք, ինչպես նաեւ մեր տաղանդավոր այն հայրենակիցները, ովքեր այսօր հայտնի են, իրենց ենք հետ բերել եւ իրենք են այսօրվա մշակութային մասը կազմակերպելու։ Փառատոնի տարածքում գործում էին տարբեր տաղավարներ։ Դրանցում ներկայացված էին տեղական գյուղմթերքը, ձեռագործ աշխատանքներն ու համայնքում ստեղծվող այլ արտադրանքներ։ Յուրաքանչյուր արտադրող ներկայացնում էր իր աշխատանքը, պատմում որտեղից է այն սկսվել եւ ինչպես է ստեղծվում։ Բերդ Ագրոֆեստը, որը մեր համար փառատոն լինելուց բացի յուրահատուկ համայնքային համախմբման միջոցառում է եւ գործիք է եւս մեկ անգամ բոլոր մեր բնակիչներին այստեղ հավաքելու
եւ համայնքային համագործակցության հրաշալի օրինակ է։ Այն նաեւ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում մեր տեղական արտադրողների համար։ Նպաստում է ամենակարևորը նոր համագործակցությունների ստեղծմանը, որը մենք ամենաշատն ենք կարևորում։ Փառատոնը հնարավորություն էր նաև փոքր արտադրողների համար, իրենց արտադրանքը ներկայացնելու նոր մարդկանց եւ շփվելու այլ արտադրողների հետ։ Ներկայացնում ենք մեր տարածքին բնորոշ համեղություններ, ավանդական խմորեղեններ, միջուկով գաթա, բաղարջը, մեր սալին, մեր պատրաստման իհարկե, մեր անտառներից հավաքած խոտաբույսերը, դեղաբույսերը ու մեր պատրաստած պանիրը կանաչիններով։ Հաճելի է միջոցառումը, ճանաչում ենք, իմանում ենք իրար։ Հաճելի է, որ մենք ժողովուրդ հետ այսքան լավ շփվում ենք եւ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումները ահագին զարգացնում է գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Փառատոնի ամենամարդաշատ հատվածներից մեկը Տավուշի խոհանոցին նվիրված տարածքն էր։ Այստեղ ներկայացվում էին տեղական ուտեստներ, անցկացվում էին համտեսներ եւ խոհարարական ցուցադրություններ։ Հյուրերը հնարավորություն ունեին ոչ միայն փորձելու ուտեստները, այլև ծանոթանալու դրանց պատրաստման ձևերին ու պատմություններին։ Բերտ ագրոֆեստը հատկապես կարևորում ենք զբոսաշրջության ու հատկապես ագրո զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Մենք նպատակ ունենք այս տարածաշրջանը հատկապես Նորաշեն իմ գյուղն է, այնց անձնական մոտիվացիա ունեմ նաև, Նորաշեն հարակից գյուղերը, քանի որ այստեղ ավելի հայտնի է գյուղատնտեսական լանդշաֆտով, այստեղ դիրքավորել որպես ագրոտուրիստական դեստինացիա։ Մենք Վրաստանից հատուկ այս միջոցառման համար ենք եկել։ Այսպիսի փառատոնները շատ կարևոր են գյուղական համայնքների զարգացման, տեղական արտադրողներին աջակցելու եւ մարդկանց իրազեկելու համար։ Շատ ուրախ ենք Հայաստանի մեր գործընկերների հետ համագործակցության համար եւ հույս ունենք, որ այս նախաձեռնությունը դեռ երկար կշարունակվի։ Բերտ ագրոֆեստի ընթացքում շեշտը դրված էր նաեւ համայնքի երիտասարդների մասնակցության վրա։ Փառատոնը նրանց համար շփվելու, նոր մարդկանց ճանաչելու եւ տարբեր գաղափարների մասին խոսելու հնարավորություն էր։ Մեր տաղավարում ներկայացված է Magic Bee, մեղվի արտադրությամբ զբաղվող ընկերությունը։ Այստեղ ցույց տրված է մեր տեսականին, ունենք տարբեր տեսականիներ, կախված թե մեղրի որակի, թե տեսակների հետ կապված։ Ընդհանուր առմամբ մասնակցում ենք փառատոնին առաջին անգամ եւ ակնկալիքները բավականին մեծ է։ Այսպիսի միջոցառումները նաև ցույց են տալիս, որ Տավուշի գյուղերը միայն գյուղատնտեսական արտադրությամբ չեն սահմանափակվում։ Այստեղ կան տեղական խոհանոց, ավանդույթներ, ձեռագործ աշխատանքներ, բնություն եւ պատմություն, որոնք կարող են հետաքրքրել նաև զբոսաշրջիկներին։ Շատ անհրաժեշտ է կարողությունների, գործիքակազմերի եւ տարբեր նաև այդ թվում ծրագրից օգտվելու հնարավորություններ ընձեռել, որպեսզի իրենք կարողանան իրենց աշխատանքով իրենց կյանքի որակը բարելավել եւ բարձրացնել։ Մեկ տեղում ենք մեր տեղացի հայրենակիցների կարողությունների զարգացման այդ կարևոր գործում, որպեսզի իրենց լավ կյանքի որակ ապահովեն եւ իրենց ապրուստը ոչ միայն հոգան նվազագույն սոցիալական կարիքները, այլ կարողանան ինքնակրթվել, ինքնադրսևորվել եւ ավելի լայն հնարավորություններ ունենալ եւ իրացնել։ Շատ կարևոր է, որ տարածքային տեղական ակտիվ խմբերը ներգրավում են նման գործընթացների մեջ, համագործակցելով միջազգային գործընկերների շրջանակում։ Այստեղ այս ծրագրի շրջանակում նաև ներկայացված է հայ-ֆրանսիական համագործակցությունը, իդեմս Տավուշի մարզի, Տավուշի ագրոզբոսաշրջության ցանցի եւ նոր նախաձեռնություններ բնականաբար կհետևեն այսպիսի գործընթացներին։ Նմանատիպ փառատոնները զարկ են տալիս գյուղական զարգացմանը, ինչու՞ չէ նաև մշակութային եւ զբոսաշրջային զարգացմանը։ Շատ կարևորում եմ միջտախային համագործակցությունը, որովհետեւ այստեղ Արմլակ ազգային ցանցի տաղավարով ներկայացված են Հայաստանի գործող գրեթե բոլոր տախերը։ Կարևորում եմ նաև միջազգային համագործակցությունը, որովհետև մենք այսօր հյուրընկալում ենք մեր Վրաստանի գործընկերներին, Գելագի գործընկերներին, ում հետ պլանավորում ենք զարգացնել մեր ռեգիոնալ համագործակցությունը։ Համերգային կատարումներով տեղական համերի եւ գյուղական արտադրանքի ներկայացմամբ Բերտ ագրոֆեստը շարունակվեց մինչև կեսգիշեր։
Օգոստոսի 16-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։ Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։ Պարզվել է, որ օգոստոսի 16-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ 4 երիտասարդ Աբուլ Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը եւ առևանգել 18-ամյա աղջկան։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված հետագա միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել եւ տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։